Ալո։ Աստվածօգնական Սրբազան ջան։ Յա, լավ էլ ջան ես ասում, այդ տղա այսուր ես։ Բավ ես ձեզ երբ ջան չեմ ասել Սրբազան։ Չէ, ասում լավ էլ ջան ես ասում։ Հա, ոնց ես։ լավ փառք Աստծո, դուք ոնց եք Սրբազան ջան։ Ես բանը ասեմ քեզ, քեզնից նեղացած եմ։ Ինչի Սրբազանս։ Որովհետև բանը Մուշեղ Սրբազանը քեզ ասել էր, որ հանդիպենք, ես ինքը ու դու մերժել էիր։ Սրբազանս, եթե հանդիպենք, երբ ասեք, ես ձեզ կհանդիպեմ, բայց եթե դա պաշտոնական մակարդակի պիտի լինի, ես այսինքն Սրբազան ջան, ուղիղ ասեմ, որ իմ կյանքի ոչ մի որոշման տակ դուք չեք ստորագրել։ Ես կարամ ոնց որ իմ ընկերոջ հետ կամ տան հարազատի հետ քննարկեմ, այնպես կարամ ձեր հետ քննարկեմ։ Բայց եթե պաշտոնական մակարդակի պիտի լինի, կամ ինչ քննարկեմ Սրբազան ջան։ Երբ որ դուք իմ հետ որևէ ծառայության կոնտակտ, բան չեք ունեցել, այսինքն դուք որոշումներ չեք կայացրել, դուք տնօրինություն չեք արել, ես ձեր մոտ չեմ ծառայել, կամ այտենց մի քիչ Չէ, հարցը նախ մի կողմից մտերմությունն է, որ չի կարող ասելիք չունենաս, երկրորդը գիտես նաև ի պաշտոնել ես հիմա թե կարգապահականի ատենապետն եմ, թե վանականի ատենապետն եմ, հարցեր կան, որոնք հիմա կարգապահական, հիմա ասենք վաղը դնում ենք քննելու քո հարցը, ես հետը ես կարգապահական հարց չեմ ունեցել, ես դիմում գերել Չէ, մի րոպե, կարգապահական հանձնախումբը դա ինչի որ կարգապահական հարց կա, բայց եթե որևէ մեկը դիմում է նույն բանի, մենք ուզում ենք հանդիպել, իմանանք պատճառը, գուցեև կարելի է չեղարկել այդ որոշումը։ Պատճառը Սրբազան էր, ուրեմն բեսպրեդելությունն է, բեսպրեդել որոշումներ կայացնելն է, X պահի ուղղակի ասել, որ ես ասենց եմ ուզում դա իմ իրավունքն է եւ իմ իրավունքը իրացնեմ, մեկ սա, այսինքն ինչ է նշանակում ուզած պահի, ուզած նշանակում անել եւ ասել ատենց է։ Ես ինչ եմ մատուր նշանակվել։ Ես Վանաձորում մատուր եմ նշանակվել։ Դուք գիտեք, Ստեփուս Սրբազանի թաղմանը գնացել եք։ Այդ բակի Սուրբ Սարգիս մատուրն եմ նշանակվել։ Այս եկեղեցում իմ համար ուրիշ տեղ չկար, ես այնտեղ պիտի գնամ ծառայել։ Ինչի՞ համար։ Երկրորդ կաթոլիկոսը ինձ ասում է ընտանիքի անդամներին ինչի՞ չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Նիկոլի հերն էլ շուն դառնա։ Նիկոլը հարցը Նիկոլը չի։ Բայց ինքը որևէ մեկը իրավունք չունի իմ ընտանիքի անդամներին որևէ ակնարկ անի։ Իրավունք չունի։ Ես թույլ չեմ տա։ Որևէ մեկը ընտանիք բառ ասեց, ես շատ կոպիտ եմ այլևս արձագանքելու։ Եվ ոնց որ արձագանքել եմ։ Եվ որպեսզի ես ճիշտ հասկանամ, կաթոլիկոսը ինձ ասեց, Նիկոլը մեղքի խորհրդանիշն է, ով որ մեղքի դեմ, այն եկեղեցականը, որ մեղքի դեմ չի պայքարում, նա եկեղեցականի կոչում չունի։ Այո, ես եկեղեցականի կոչում չունեմ, որովհետև իմ կոչումը Նիկոլի կամ ֆլանի ֆաստանի դեմ պայքարելը չի։ Ես եկեղեցական չեմ դառել, որ ինչ որ մեկի դեմ պայքարեմ։ Ու փառք Աստծո, որ մեղքի դեմ պայքարել չգիտեմ, թե չէ վաղուց շատերի մեղքի դեմ կսկսեի պայքարել։ Փառք Աստծո, որ չգիտեմ մեղքի դեմ պայքարել։ Եղավ բալես, հիմա նայիր տես, դու կարող ես ամենայն դեպս միտքդ փոխես, չանես այդ բանը։ Իմ դիմումը Սրբազան այր, ում է ուղղված։ Ինչ։ Կաթոլիկոսին։ Հա, չէ, ես եմ քեզ հետ խոսում հիմա։ Ահա, Սրբազան ջան, ինչի ինքը Եվ գիտես, ես որևէ մեկի կողմից լիազոր բանով չեմ, ուղղորդությամբ չեմ խոսում, ինքը։ Ձեր անձի նկատմամբ հարգանքը իմ կողմից այնքան է, որ դուք ում կողմից ուզում եք խոսացեք, ես ձեր հետ լիարժեք։ Չէ, բալես, գիտես, ես իմ կողմից եմ խոսում ու ես չի ուզի, որ
Դու վերջնական այդ որոշումը Ես ընտանեկան կարգավիճակի հարց ունեմ։ Ինձ 200 կիլոմետր իմ տնից հեռու նշանակում են։ Եթե ես իմանամ դրանից հայ եկեղեցին փրկվելու է, ես սիրով 2000 կիլոմետր էլ կգնամ հեռու։ Բայց եթե ես իմ մորը եւ ընտանիքի պիտի թողնեմ եւ գնամ Վանաձորում ապրեմ զուտ նրա համար, որ մի մարդ այտենց է ուզում եւ իմ կյանքում դիսկոմֆորտ է ուզում, ես չեմ ուզում։ Ես չեմ ընդունում այդ դիսկոմֆորտը իմ կյանքում։ Ես ծառայում էի եւ լավ էի ծառայում, շատ լավ էի ծառայում։ Ինչի համար են ինձ տեղափոխում։ Դրանից հայ եկեղեցին, եթե ես օրինակ Թեղենիքում կամ Մայրաթորում կամ Ֆլանում ծառայի, Երևանում ծառայի, այդ ո՞նց է Հայր Պողոսը Երևանում ծառայում է։ Այդ ո՞նց է, ինքն էլ է Հարսուկ, ես էլ եմ Հարսուկ։ Մի օր թող ասեին Հարսուկ ջան, ընտանեկան կարգավիճակ ունես, այդ ընտանիքից դու ես պահում, ֆինանսապես դու ես օգնում, այդ որ քեզ անընդհատ ճնշում ենք, ճիշտ չի, դա ճիշտ վերաբերմունք չի։ Թող նշանակեն Երևան, ինչի չեն նշանակում։ Այսինքն Կոտայք 500 հոգանոց, 500 գյուղացի ուներ այդ գյուղը, Թեղենիքը 500 հոգանոց գյուղ էր, այդ էլ եթե ինչ չի տրվում, ուրեմն շնորհքով ասեն դուրս արի եկեղեց։ Եթե այդ էլ է իմ համար շատ։ Իմ համար կոմֆորտ էր ենքանում, որ ես իմ ընտանիքին մոտ էի։ Հասկանում եմ, չէ, հասկանում եմ։ Իմ մայրը մենակ է, ոնց պիտի լինի։ Ինչի համար ենք մենք ընտանիքով ինչի համար դրա միջով պիտի անցնենք, ինչա թե մի հոգի նստած այնց որոշում է կայացում, որ դիտավորյալ դիսկոմֆորտ լինի։ Դիսկոմֆորտ, ես չեմ ընդունում այդ դիսկոմֆորտը։ Լավ, այսինքն որոշումը լրիվ վերջնական է։ Իմ դիմումը ուղղված է կաթողիկոսին։ Կաթողիկոսը խուսափում է, ինքը ինձ կանչի եւ խոսի։ Հա։ Ինքն է որոշումներ կայացրել, ինքը թող կանչի խոսի։ Որովհետեւ ասելիքներ ունեմ։ Եղավ։ Ամեն պարագային ես ուզեցի հետդ խոսեմ, տեսնեմ կարելի է համենայն դեպս Այս պայմաններով ոչ առաջինն եմ եւ ոչ էլ վերջինը ցավոք։ Ես ուղղակի գիտես շատ ցավում եմ։ Իմ համար էլ է ցավալի, բայց ես թույլ չեմ տա։ Գոտկատեղից ներքև ճիշտ չի իջնել եւ սկսել ինչ-որ հանձնարարություններ տալ։ Հարցեր կա, որոնց սահմանը պետք չի անցնել։ Ինչ է նշանակում մորդ վերցրու գնա Նիկոլի դեմ։ Նիկոլի հերը շուն դառ է, մերը խաղալիք է, ինչ է։ Տղեն զոհված ինքը վիշտը սիրտը պիտի գնա Նիկոլի դեմ բան անի, ցույց անի, ինչա թե կաթողիկոսը տեսնի ուրախանա, հրճվի։ Ոնց են մորդ քաշքշում ոստիկանները։ Եվ այդ հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն։ Եղավ, դե կխոսենք էլի։ Շնորհակալություն։ Եղավ, բալես։ Եղավ, հա։ Հալո, հա։ Հալո։ Հալո։ Ան լսում եք։ Այո։ Հայր աղանին վաղը կանչենք։ Ո՞ւմ։ Աղանին։ Չի գա։ Չգիտեմ չի գա, բայց հա, ես ուղղակի հարցնում եմ, հետո բան չլինի։ Իսկ Թիլիկյանին։ Ես խոսել եմ հետը, չի գա։ Թիլիկյանին կանչեք կուզես, թող գա մի հատ։ Թող գա update անի իր վիճակը։ Թող ասա։ Լավ։ Աղանին պետք չի խոսել եմ, վաղը կասեն ինչ է։ Այդ Գրիգոր Հովսեփյանին էլ չի կանչել է, իրանք համաձայնվել են, ասում եմ, ես իմ իմացածով դուք Մուշեղազան ինքը վեհիմոտ համաձայնվել Արմավիրի թեմ։ Հա, ասեց ինձ էլ բան արեք, տեսեք կամ Արմավիր կամ Կոտայք տեսքան։ Դրա վատը են, հա, բայց վատը այնա, որ բան չունենք, Սրբազան ջան, չկա, էլի ինքը մնում է օդի մեջ, այսինքն մեր ժամանակ չերևում, որ ինքը թեմա։ Կամ պիտի մի հատ տնօրինություն սարքենք, որոշենք, կամ տեսնենք, էլի ոնց է։ Դե էլ ես հիմա որոշում ինքը պիտի այդ բաներն անի։ Ինքով։ Վեհով։ Հա, դե ինքն էլ չի անում, միտոգում ով է մեղավորը, մնում ես։ Չէ, դու ինչ ես մեղավոր։ Մեղավորը ես եմ։ Հա։ Կիսենք, լավ, 50 կիսենք։ Մեղավորը ես եմ։ Եղավ,